Հայաստանում աշխատող կանանց ընդամենը 1%-ն է զբաղվում ձեռներեցությամբ, մինչդեռ տղամարդկանց դեպքում այդ թիվը 6 անգամ ավելի է։ Նոյեմբերի 19-ին աշխարհի 150 երկրներում նշվում է կանանց միջազգային օրը։ Հայաստանում օրվան ընդառաջ արդեն երկրորդ անգամ անցկացվում է կանանց ձեռներեցության շաբաթ, առաջինը եղել է այս տարվա հունիսին։ Այսօր կանանց ձեռներեցության շաբաթվա շրջանակներում կազմակերպվել էր քննարկում, որտեղ բարձրաձայնվեցին ոլորտում առկա խնդիրները։ Քանի որ կանայք հիմնականում ներգրավված են փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում, բնականաբար փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտը ենթադրում է նաեւ ավելի սահմանափակ շուկաներ, այդ թվում նաեւ ներքին շուկա, միայն ներքին շուկա, հա, մենք արդեն դժվարությամբ ենք խոսում արտաքին շուկայի մասին, եւ իհարկե այստեղ խնդիրը կա կանանց հնարավորությունները զարգացնելու այն ուղղությամբ, որ իրենք ոչ միայն մտածեն իրենց բիզնեսը բավարարված մակարդակի վրա հաշվարկեն կամ գնահատեն այն դեպքում, երբ որ իրենք բավարարում են իրենց ընդամենը մինիմալ կենցաղային պայմանները այդ բիզնեսով եւ ինչ որտեղ դրանով բավարարվում են, այլ պետք է մի քիչ ավելի առաջ գնալ եւ ունենալով ավելի հեռանկարային ծրագրեր նույն բիզնեսի մեջ, փորձել ընդլայնվել, ինչու՞ չէ գրավել նոր շուկաներ, դրանք կարող են լինել նոր համայնքներ, արդեն հարևան համայնքները, այլ մարզեր, Հայաստանը եւ ինչու՞ չէ նաեւ փորձել Հայաստանից դուրս գալ, ինչը իհարկե ավելի կարծում եմ բարդ եւ հեռանկարային խնդիր է այսօր մեզ համար։ Լիլիթ Ասատրյանի կարծիքով դեռևս դպրոցական տարիքից Հայաստանում պետք է կոտրվի այն կարծրատիպը, որ ձեռներեցությամբ կարող են զբաղվել միայն տղամարդիկ։ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, խոսելով կանանց ձեռներեցության զարգացմանը նպաստող ծրագրերի մասին, առանձնացրեց մարզերում իրականացվող համակարգչային գիտելիքներին ուղղված ծրագրերը։ Այսական զարգացման բանկի հետ համագործակցությամբ համալրվեց Հայաստանի ՓՄՏԶ-ի վարկային երաշխավորությունների դրամագլուխը, ինչը մեզ հնարավորություն ընձեռեց այս տարիների ընթացքում մի քանի 100 կանանց ցուցաբերել ֆինանսական աջակցություն միկրովարկավորում ստանալու ուղղությամբ, այսինքն նրանց տրամադրվեցին վարկային երաշխավորություններ, որը նրանց հնարավորություն տվեց ստանալ վարկավորում առևտրային բանկերի կողմից շատ գրավիչ, շատ մրցունակ պայմաններով։ Կարեն Գևորգյանը կարևորեց նաև այն փաստը, որ տարածաշրջանում կանանց ձեռներեցության զարգացման ուղղված ամենանպաստավոր պայմանները Հայաստանում են։ Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը եւս փաստում է, Հայաստանում համեմատած ասիական մի շարք երկրների կանանց ձեռներեցության զարգացման խոչընդոտները քիչ են։ Մեր կողմից իրականացվող եւ կանանց ձեռներեցությանը նպաստող ծրագրերը շատ դանդաղ են զարգանում, քանի որ չկա պահանջարկ կին ձեռներեցների կողմից։ Կին ձեռներեցները կամ չեն ցանկանում օգտվել կամ ուղղակի անտեղյակ են նմանատիպ ֆինանսական աջակցության ծրագրերից։ Մեր կողմից իրականացվող ծրագրերը տալիս են հնարավորություն զարգացնելու կին ձեռներեցների գործունեությունը Հայաստանում։ Ապագայում եւս նախատեսվում է իրականացնել մի շարք այլ ծրագրեր։ Արտուր Ավանեսյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։